Որոնք են դեմենցիայի ամենատարածված տեսակները, որոնք են հանդիպում Հայաստանում եւ արդյոք բուժումը ըստ տեսակների տարբեր է եւ դրսեւորումները նույնպես։ Իհարկե տարբեր են Հայաստանում ինչպես նաև ամբողջ աշխարհում բնակչության ծերացմանը զուգընթաց նախ ավելանում է դեմենցիաների քանակը, ինքը որպես հիմնական գործոն է հանդիսանում, երկրորդը ինչպես նաև ամբողջ աշխարհում Հայաստանում նույնպես ամենատարածված դեմենցիաների տեսակներից դրանք դա Ալցգեյմերի հիվանդությունն է, երկրորդ տեղում անոթային թուլամտություններն են կամ անոթային գենեզով պայմանավորված դեմենցիաները, երրորդը իր տարածվածությամբ լևի մարմնիկներով դեմենցիան է, մի քանի բավականին շատ տեսակներ կան դեմենցիաների, որոնք էլի ունեն որոշակի տոկոսային հարաբերակցություն, բայց առաջի 3 տեղում, այսպես ասած, իմ նշված հիվանդություններն են։ Երբ է զարգանում այս հիվանդությունը եւ կան գործոններ, որոնք նպաստում են հիվանդության բարգավաճմանը, զարգացմանը։ Այո, իհարկե, մենք պայմանականորեն գործոնները, որոնք որ առաջացնում է դեմենցիա, բաժանում ենք երկու մասի, գործոններ, որոնք հնարավոր է կոռեկցել, այսինքն այդ գործոններից հեռու մնալ եւ գործոններ, որոնց հնարավոր չէ կոռեկցել, դրանք չկոռեկցվող գործոններն են, օրինակ տարիքը, բարձր տարիքը, մենք գիտենք, որ Ալցգեյմերի հիվանդությունը համարում է ժողովրդական լեզվով ասած ծերունական թուլամտություն, այսինքն ինքը առաջանում է սովորաբար 60 եւ ավել տարիքում, դրա համար տարիքային գործոնը ոչ կոռեկցվող գործոն է ու արկա է, մյուս գործոնը դա իքական սեռն է, մենք դա էլի կապված է Ալցգեյմերի հիվանդության հետ, քանի որ Ալցգեյմերի հիվանդություն ունենում են ավելի շատ կանայք, քան թե տղամարդիկ։ Իհարկե նաև ընտանեկան գործոնը կամ ժառանգական նախատրամադրվածությունը դեմենցիաների համար էլի ինքը համարում է չկոռեկցվող գործոններ, բայց եթե մենք սկսենք կանխարգելելը այլ մարմնական հիվանդություններ, այսինքն կոռեկցենք այն կոռեկցվող գործոնները, այդ դեպքում մենք այդ դեպքում շտկենք, մենք կունենանք դեմենցիայի քանակի նվազում, օրինակ շտկվող գործոններից մեկը դա բարձր զարկերակային ճնշումն է, որի հետևանքով որ առաջանում է անոթային թուլամտությունները, ինքը իր հերթին զբաղեցնում է իր տարածվածությամբ երկրորդ տեղը, այսինքն եթե մենք կանխարգելենք զարկերակային հիպերտենզիան, ապա պարզ է, որ մենք հետագայում չենք ունենա անոթային թուլամտություն։ Այլ գործոններից, որոնք որ շտկվող են, օրինակ էնդոկրին համակարգի հիվանդություններն են, մասնավորապես վահանաձև գեղձի հիվանդությունները, որոնց հետևանքով նույնպես առաջանում է թուլամտություն, օրինակ կանգուեղային վնասվածքներն են, կանգուեղային վնասվածքները ճիշտ է իրանք համարվում են էլի չշտկվող գործոններ, այսինքն եթե եղավ կանգուեղային վնասվածք, ինքը համարվում է ռիսկ, որ հետագայում կառաջանա թուլամտություն, բայց այստեղ շատ կարևոր է կանգուեղային վնասվածքների ժամանակին եւ ճիշտ բուժումը։ Հենց շաքարային դիաբետը։ Շաքարային դիաբետը նույնպես համարվում է այն գործոնը, որի հետևանքով էնդոկրին գործոններից մեկն է, որի հետևանքով նույնպես կարող է առաջանալ դեմենցիա, բայց ինքը էլի շտկվող գործոնների թվին է պատկանում։ Կան առաջին նշանները դեմենցիայի, ապա միանշանակ պետք է դիմել բժշկի, եթե այն ժամանակ միայն հոգեբուժներ զբաղվում դեմենցիաներով, քանի որ մենք գիտենք, որ հիվանդությունների միջազգային դասակարգչով դեմենցիաները ներառված են հոգեկան եւ վարքային խանգարումների մեջ, այսինքն ինքը զուտ հոգեբուժական գործառույթ է հանդիսանում, ներկայում նախարարի համապատասխան հրամանով նաև կարող են ընտանեկան բժիշկները զբաղվել հոգեկան խանգարումներով, այդ թվում նաև դեմենցիայով, այսինքն կարիք չկա հենց առաջին անգամ դիմել միանգամից հոգեբուժի, կարող են դիմել իրենց ընտանեկան բժշկին, իրենց տարածքում, ընտանեկան բժիշկը նոր որոշում կկայացնի, արդյոք պետք է հոգեբուժը մասնակցի բուժական գործընթացին, թե ոչ։ Որպես կանոն հոգեբուժը մասնակցում է, բայց մենք ունենք էլի մի դրական
տեղաշարժ այդ ուղղությամբ մենք ունենք հեռավար բժշկության մասին օրենք, որը որ մեզ թույլ է տալիս չայցելել հոգեբուժի, այլ հոգեբուժը հեռավար ձևով մեր արմետ համակարգի միջոցով կարող է իրականացնել բուժումը։ Իսկ որոնք են այն առաջին ախտանշանները, որ մարդիկ, ընտանիքի անդամները պիտի զգուշանան։ Մեր երկրում պատկերն այնպիսին է, որ մարդիկ բժշկի դիմում են արդեն վատ վիճակում, այսինքն երբ դիմեն, երբ ինչից հետո զգուշանան, ինչից հետո նախապես գան բժշկի դիմեն առաջնային օղակին։ Շնորհակալություն, գիտեք, քանի որ դեմենցիաները բազմապատճառային հիվանդությունների խումբ են, այսինքն կարող են լինել տարբեր պատճառներից, նաև նրանց ընթացքը էլի լինում են տարբեր տեսակի, որոշ դեմենցիաների ժամանակ նրանք սկսվում են զուտ հիշողության խանգարումներով, որոնք որ ցույց են տալի որ հիվանդագին process, որոշ դեմենցիաների ժամանակ առաջնային դրսևորումը լինում է զուտ բնավորության գծերի սրվածության տեսքով, որը էլի անոմալ է դիտվում նաև շրջապատի կողմից, կարող են դիտվել նաև մինչև կոգնիտիվ դեֆիցիտը կարող է դիտվել նաև փսիխոտիկ որոշակի երևույթներ, հոգեկան եւ վարքային լուրջ խանգարումներ, որոնք էլի մատնացույց կարող են անել դեմենցիայի վրա։ Այսինքն, եթե անձը 60 եւ ավելի տարիքում է եւ ունի որոշակի հոգեախտաբանական նշաններ, կապ չունի դա կլինի հիշողության խանգարում, կլինի ուրիշ այլ կոգնիտիվ ոլորտի խանգարումներ, եթե կան որոշակի հոգեախտաբանական նշաններ, ապա անպայմանորեն պետքա դիմեն բժշկի, որ բժիշկը վաղ հայտնաբերի դեմենցիան, եթե դա իհարկե դեմենցիա է, եւ բուժումը կազմակերպի այնպիսի ձևով, որ դեմենցիայի ավելի ուշ փուլերը ավելի ուշ վրա հասնեն ու ինքը ավելի որակյալ կյանք ունենա, պացիենտը ավելի որակյալ կյանք ունենա։ Ախտանշանների մասին, եթե չխոսենք բժշկական տերմիններով, այլ դրսևորումներով, այսինքն կենցաղային լեզվով, դրսևորումներ ինչպիսին պիտի լինի, ավելի բարկած կոդ, ավելի մոռաց կոդ։ Նայեք, սովորաբար նման դեպքերում պացիենտները, որոնց մոտ արդեն սկսվում է դեմենցիա, որոշ դեմենցիաների դեպքում նրանց մոտ նկատվում է նախկինում ունեցած բնավորության որոշակի գծերի էլ ավելի սրացում։ Եթե օրինակ անձը բավականին զայրացկոտ է, շատ նախանձախնդիր է, ապա այդ բնավորության գծերը այնքան են սրվում, որ արդեն խանգարում են շրջապատին ու իր նաև իր սոցիալականացման վատ սոցիալականացման պատճառ է դառնում։ Օրինակ, այդ դեպքում պետքա դիմեն արդեն բժշկի, որ բժիշկը ավելի խոր ուսումնասիրի, զննի, հասկանա արդյոք դա դեմենցիա է, թե չէ, որպես կանոն դա դեմենցիայի առաջին նշաններ է, կամ եթե պացիենտը գանգատվում է վատ հիշողությունից, առօրյա կյանքում ինքը դժվար է կողմնորոշվում, կա որոշակի հյուծվածություն, կա որոշակի ուշադրության կենտրոնացման դժվարացում, մարդկանց դեմքերն ավատ ճանաչում, եւ այդպիսի խնդիրներ այդ դեպքում նույնպես էլի պետքա դիմեն բժշկի։